Զվարթնոց օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայությունն անհանգստացնում է իշխանությանը։ Հարցը կառավարող քաղաքական թիմի օրակարգում է։ Քննարկումների դետալների մեջ բնականաբար այս բան չեմ մտնի, բայց ես կարձանագրեմ, որ հանրության շրջանում եղող անհանգստությունները կան նաև մեր քաղաքական թիմում եւ այդ հարցը այդ կոնտեքստում էլ քննարկվում։ Հայաստանի Հանրապետության օդային հիմնական հանգույցների սահմանային վերահսկողության գործառույթը պետք է իրականացնի Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ներկայացուցիչը։ Ի տարբերություն իրանց ես հասկանում եմ, թե դա ինչ պայմանագրային բազայի հիման վրա է։ Եվ ես դրան չեմ դիտարկում որպես որևէ ինքնիշխանության աղերս կամ կասկած, դա հապկարտակին սահման է։ Ռուս սահմանապահները բացի Զվարթնոցից շատ կարևոր գործառույթ են իրականացնում, պաշտպանելով Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը մոտ 300 կիլոմետր եւ Իրանի հետ մոտ 43 կիլոմետր։ Սեյրան Օհանյանը ռիսկեր է տեսնում։ Եթե այդ սահմանապահները դուրս գան, մեր համար հասկանում եք, չէ՞, այս տարածաշրջանում ինչ խնդիրներ են առաջացնելու նաև Թուրքիայի կողմից։ Ռուս սահմանապահների թեման բացել էր Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով նրանք ներքին հանդում են առանց մանդատի ու պայմանագրի։ Եթե վարչապետն արդեն, ինչպես ճիշտ նշեցիք, հայտարարել է, որ այդտեղ ոչ միանշանակ հարցեր դեռ կան, բնական է դա նշանակում է, որ այդ հարցերը քննարկման առարկա են։ Հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին ավելի են ակտիվացել Արևմուտքի հետ շփումները, իշխանությունը պատրաստ է Բրյուսելի հետ քննարկել մերձեցման ցանկացած տարբերակ։ Հայաստանի Հանրապետության ուրեմն սահմանների անվտանգության երաշխավորության իմաստով շատ կարևոր նշանակություն ունեն Եվրամիության դիտորդական առաքելությունը, որոնց տեղակայումից հետո էականորեն դինամիկան փոխվել է Հայաստանի Հանրապետության սահմաններին։ Չի կարելի հարաբերություններ ձևավորել գոյություն ունեցող հարաբերությունների ու երաշխիքների հաշվին, ասում է Սեյրան Օհանյանը։ Ռուսաստանի Դաշնության հապկի շրջանակներում համագործակցելով մենք երբևիցե չենք ասել, որ Եվրամիությունը մեր չգիտեմ, մեր թշնամիներն են եւ այլն եւ այլն։ Մամիջանյանի համար անհասկանալի է իշխանության արտաքին քաղաքական ուղեգիծը, հատկապես վերջին հայտարարությունները զարմանք են առաջացնում։ Մենք անում ենք ամեն ինչ ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պահպանման համար։ Արա դրանք խնդիրներ չէին մինչեւ ձեր գալը։ Դրանք հարցի կասկածի տակ չէին։ Ինչու է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հեռանում պաշտոնից։ Հայտարարությունը կարծես թե անակնկալ չէր քաղաքական դաշտի համար։ Սկսել է մեծ մրցավազք։ Ով ավելի արագ կհասցնի ծախվել այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնին, որպեսզի երբ որ լինեն ընտրությունները, իրան ավելի շատ փող տան, իրան ավելի թանկով առնեն, քան Փաշինյանը։ Պատգամավորը թեման եզրափակում է խորհրդով, լավ կլիներ, որ Մարուքյանը պաշտոնից հեռանալու տեքստն ավելի լավ գրեր։ Իր խոսքով այս հայտարարությունը շատ շաբլոն էր։ Իզաբելլա Հովանիսյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։